Հրապարակը գրումը իրավապահ համակարգի աղբյուրներից տեղեկացել է, թե ինչ է սպասվում Հովիկ Ահազարյանին ու Տարոն Մարգարյանին, որոնց խորհրդարանն այսօր կզրկի անձեռնմխելիությունից բավարարելով Աննա Վարդապետյանի միջնորդությունը։ Որքան էլ զարմանալի է, Փաշինյանի գրպանային իրավապահները ավելի խիստ պատիժ են նախատեսել երբեմնի ՔՊԱ-ական Ահազարյանի նկատմամբ, որոշել են նրա նկատմամբ քրեական վարույթի ընթացքում տնային կալանքի որոշում կայացնել, որ մեկուսացնեն, զրկեն խոսելու, աշնիստերին մասնակցելու հնարավորությունից։ Իսկ ահա ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի դեպքում կկիրառեն վարչական վերահսկողություն, չնայած Ահազարյանը երեկ կաշից դուրս եկավ, որ Փաշինյանի հետ վերջնականապես չխզի կապերը, ամեն ինչ արեց, որ իր պահվածքով ցույց տա, թե շարունակում է հոգով նիկոլական մնալու ամբիոնից պարբերաբար գովերգում էր Փաշինյանին, նախկինում կայացրած բարդ որոշումների համար, բայց դա նրան չփրկեց, գրում է թերթը։ Ժողովուրդը գրում է, ԱԺ-ում այսօր քննարկվելու է Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, որը վերաբերում է այն հանցանքին, թե Մարգարյանը կրթական հաստատությունից տարածք է օտարել, որը չի ծառայել ուսումնական նպատակի։ 2 դպրոցի ու 1 մանկապարտեզի տարածքից մի մաս է օտարել քաղաքապետարանը աճուրդով, որի վաճառքից գոյացած գումարը մտել է բյուջե, բայց 7 տարի քննելով այս հարցը, հիմա դատախազը եկել է վերավորակելու, թե տեղի ունեցել փողերի լվացում։ Այս արարքը, որի համար դրվում է Տարոն Մարգարյանը, ներկայիս իշխանությունները բավականին հաճախ իրենց թույլ են տալիս, բայց դատախազը նրանց նկատմամբ վարույթ չի նախաձեռնում։ Հրապարակում կարդում ենք, երեկ ազգային ժողովում լրագրողները նամակ փոխանցեցին Փաշինյանին, պահանջելով վերաբերմունք հայտնել Անդրանիկ Քոչարյանի եւ լրագրող Ռիփսիմե Ջեբեջյանի միջև տեղի ունեցած միջադեպին։ Դիմումի տակ 161 լրագրողի ստորագրություն կար, որոնք պահանջում էին պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորել, անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ անել, իսկ ԱԺ կառավարություն հարց ու պատասխանը սկսելուն պես լրագրողները իրենց օթյակում ապակիներին սեղմած պահեցին պաստառներ։ Անդրանիկ Քոչարյան շուրթերդ մաքրիր գրությամբ։ ՕՊԾ աշխատակիցները քաշքշելով դուրս բերեցին լրագրողներին եւ չնայած ԿՊԱ-ական որոշ պատգամավորներ հրապարակայնորեն քննադատել են Քոչարյանի պահվածքը, թերթը տեղեկացել է խմբակցությունում հարցը չի քննարկվել, հավանաբար սպասում են Փաշինյանի որոշմանը, որ հասկանան էթիկայի հանձնաժողով ստեղծում են թե ոչ։ Եթե հանձնաժողով ստեղծելու որոշումը կայացվի, ապա Քոչարյանի կողմնակիցները առաջարկելու են քննության առարկա դարձնել իրենց վարքով աչքի ընկած բոլոր պատգամավորներին Ալեն Սիմոնյանի թեքելու, Քրիստինե Պողոսյանի ընդդիմադիր լրագրողի հեռախոսը խլելու եւ վիրավորելու պատմությունները, Արթուր Հովհաննիսյանի, Էդգար Ղազարյանին ուղված ականջ կտրելու սպառնալիքները եւ այլն։ Չնայած խորհրդարանը երեկ ամբողջությամբ ընդունեց Եվրաքվեի նախագիծը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մեկնարկի մասին, բայց իշխանության հրապարակի աղբյուրները փոխանցում են, որ նախագիծը կգործարկվի ըստ նպատակահարմարության ու որոշվել է ակտիվ նախաձեռնություն չդրսևորել այդ հարցում այնքան ժամանակ, քանի դեռ հույս ունեն Ռուսաստանից ինչ-որ բան պահանջել ու ստանալ դեպի Եվրոպա գնալու շանտաժը կիրառելով, իսկ Ռուսաստանի Դաշնության գործընկերներին փորձելու են համոզել, որ չէին կարող անտեսել 60,000 քաղաքացու ստորագրությունը, որով ընթացք է տրվել Եվրաքվեի նախաձեռնությանը եւ չնայած կային տեղեկություններ, որ հատուկ ԵՄ-ին անդամակցության գործընթացը համակարգելու նպատակով փոխվարչապետի հաստիք է ավելանալու ու նա պետք է նշանակվի Եվրոպամետ թևից, բայց այժմ այդ մասին քննարկումներ իշխանությունում չկան, գրում է թերթը։ Ժողովուրդն էլ գրում է 24 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8%-ով է աճել, այս մասին Facebook-ի գրառմամբ հայտնել է ֆինանսների նախարարությունը։ Թերթը արձանագրում է, որ 24 թվականին արձանագրվել է վերջին տարիների ամենացածր տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Մեջբերելով այդ գրառումը թերթը գրում է տնտեսական աճի հիմնական շարժիչները եղել են արդյունաբերությունը 4.7%, գյուղատնտեսությունը 1.6%, շինարարությունը 14.5%, առևտուրը 17%, ծառայությունները 16%, մեջբերման ավարտը։ Ուսումնասիրելով վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները թերթը պարզել է, որ Հայաստանի տնտեսությունը 24 թվականի նոյեմբերին արձանագրել է վերջին տարիների ամենացածր տնտեսական աճը ընդամենը 1.2%։ Փորձագետների կարծիքով անկումը պայմանավորված է արտահանում ներկրում ծավալներով, թանկարժեք մետաղների
արտոնների վերարտահանման ծավալների նվազմամբ։ Որոշ ժամանակ առաջ Ռուսաստանից կամ այլ երկրներից ներկրված ոսկին կամ այլ թանկարժեք մետաղներ ավելի թանկ գնով վերարտահանվում էին Եվրոպա։ Դրա նվազումը իջեցրել է տնտեսական ակտիվության ցուցանիշը եւ ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների տնտեսության առանձին ճյուղերում արձանագրվել են կասկածելի աճեր, բայց արդյունաբերության ոլորտում կտրուկ անկում է նկատվում, գրում է թերթը։